Այն ժամանակ կարող է նաև իմացել ենք, ինչ որտեղ կարող է ես օրինակ որ հիշում եմ ջահել ժամանակ, էլի ինչ որ բաներ կա, ես չի կարող ամեն մեկի հետ խոսեի, ասենք, չգիտես, այդ էմոցիոնալ քո իրավիճակների մասին, բան, ամեն մեկը չէր հասկանա։ Բայց ինչ որ չափով նորմալություն կար դրամը, հա, բայց ինչ որ չափով տես չէի էլ փնտրում, չէի էլ մտածում, որ պարտադիր է, որ պետք է բոլորին եւ ասենք ինչ որ մեկը լինի, որ ինձ հասկանա։ Ինչ որ չափով այդ օքեյ էր։ Չգիտեմ, իմ համար տենց էր, որ էլի նորից համեմատվելու պահ կա, էլի, որ դու գիտես կյանքը տենց է, հիմա բոլոր քո կարիքները չեն լցվելու։ Հետո մի բան էլ կա, դու ինքդ ես ինքս ժամանակ ունեի բնության հետ լինելու, ինքս իմ հետ կապը արդեն ինձ հերիքում էր։ Իսկ այստեղ հիմա որ դու անընդհատ վազի մեջ ես, վազքի մեջ ես, դու քո հետ չես հասցնում կապվես, ու մնաց մի հատ էլ ինչ որ մարդկանց հետ հավելյալ բան անես։ Դրա համար Սա ներքին կապի մասին է կարճ ասած, դաժե նախորդ թեման էլ խոսացինք ու եկանք հանգեցինք դրան, որ սա ներքին կապի, այսինքն ես հետ էլ եմ դրա հետ կապում, եթե անկեղծ լինեմ, որ այդ խորը կապեր փնտրելը շատ ժամանակ նաև գալիս է այն պակասից, որ մենք մեր հետ այդ խորքը չենք կարող դաժե ժամանակ ու էներգիա ու ռեսուրս ունենանք, որ հասնենք այդ խորքին, որովհետև ինքդ քեզնով նստել ու ինքդ քո հետ լինելը շատ ավելի դժվար է, քան ինչ որ մարդու հետ խորքը գնալն է, ինձ թվում է քուր։ Դե նայ, որ դու ինքդ քո հետ որ լինում ես, ինքդ քեզ պետք է հարցեր տաս։ Հարց տվողը դու ես, պատասխանողը դու ես։ Հա։ Երբ որ երկրորդ անձ կա, ու սկզբից մի հատ վերադառնամ նախորդին, այդ առավելություններ ունի, որ դու ինքդ քո հարց տվողը լինես, ինքդ պատասխանողը լինես, բայց նաև առավելություն ունի այն, որ դու նստես մեկի հետ, որ քեզ ճանաչում է, քեզ սիրում է, հոգատար է քո նկատմամբ, ու որ այդ անձը քեզ այն հարցերը տա, որ դու ինքդ կարող ես քեզ այդ հարցերը չտայիր, որովհետև դու քո այդ կոմֆորտ զոնից պետք է նաև մի քիչ դուրս գաս, որ նոր բաներ բացահայտես ինքդ քո մասին, կամ քո հարաբերությունների մասին այդ անձի հետ կամ աշխարհի հետ, չգիտեմ։ Դրա համար այո, հարաբերությունները ինքդ քո հետ եւ նաեւ աշխարհի հետ, մարդկանց հետ շատ կարեւոր են։ Ուղղակի հիմա ասենք ես ինքս զգում եմ, որ ես չեմ հասցնում ինքս իմ երկուսն էլ չեմ հասցնում օրինակ, ինքս իմ հետ հարաբերությունները ժամանակ տրամադրեմ, լուր ժամանակ, որ լռության մեջ լինեմ, որ հանգիստ լինեմ, որ ու ռեսուրս ունենամ, որովհետեւ շատ ժամանակ աշխատանքային օրվանից հետո դու արդեն մտավոր արդեն ծանրաբեռնվածությունից հետո էլ չունես այդ էներգիան, որ դու նստես հանգիստ թուլանաս ու դու ինքդ քո հետ քո երկխոսությունը ունենաս, շատ ժամանակ չկա այդ էներգիան։ Ու չեմ էլ հասցնում միաժամանակ այն մարդկանց հետ, ում շատ սիրում եմ, օրինակ կուզեի այդ մարդկանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնեի, ավելի շատ տայի ու վերցնեի, այդ էլ անում ենք ինչքան կարողանում ենք, բայց ես ավելի շատ կուզեի երկուսից իմ հետ ժամանակ ու այդ մարդկանց հետ, ոնց որ ասած։ Հա։ Բայց ըստ քեզ դու ավելի շատ խնդրեմ ունես, մտ հարց տամ, դու ավելի շատ զգում ես պակասը այդ մարդկանց, թե դու ավելի շատ զգում ես պակասը ժամանակի, որ այդ մարդկանց հետ Ես օրինակ այդ ռեսուրսը ունեմ ժամանակային, կարելի ասել, բայց զուտ մարդկային պակասն է, որը որ իրական շփումն է պակասը։ Իմ դժգոհությունն ու իմ բողոքը կարելի ասել այդ առումով է, որ ես օրինակ պատրաստ եմ իրական շփման, բայց ես տեսնում եմ, որ մարդիկ հետ են սովորել իրական շփումներին, ու որ դու պետքա միշտ լինես ինիցիատորը, որ ստեղծես վիճակ, որ իրական շփումներ տեղի ունենան, ու դու դրանից էլ ես հոգնում, որովհետև անընդհատ պետքա դու հարմարվես, որովհետև քո մեջ կա այդ կարիքը։ Ու երբ որ դու տեսնում ես, որ իրանց համար դա շատ ժամանակ սովորական է դառած նմանատիպ կյանքը, դու ասում ես ընկեր, էսի իմ կարիքն է ուրեմն։ Ես եմ անընդհատ սրա մասին խոսում։ Ուրեմն ես ես իմ կարիքը ինքս պետք է կարողանամ լուծեմ։ Ու այդ ժամանակ արդեն դու սկսում ես քո ինքդ քեզնով փնտրել բաներ, որոնց մեջ դու բավարարում կգտնես, ու էլ չես գնում ինիցիատորի դերը ստանձնես, որ անընդհատ ասես ախպեր եկեք վաղը չէ, մյուս օրը կամ մյուս օրը չէ, մի շաբաթից տեսնվենք, էլի հասկանում ես։ Ու հա։ Ես ունեցել եմ տեն շրջան, ասա շարունակի կներես։ Ու ճիշտ ես դու ասում, քո գլխում շատ ժամանակ պտտվում են նույնատիպ հարցեր,
Որովհետև շատ հաճախ է օրինակ իմ մոտ լինում, որ ես այդ նույն հարցերի շրջանակից դուրս ելնեմ։ Որովհետև քո միտքը այդպես է աշխատում։ Ու մեկ էլ երբ որ դու կարողանում ես այդ սեգմենտից փոկվես, ելնես ուրիշ սեգմենտի մեջ ու ուրիշ հարց քեզ ուղղես, մի նոր բան ես գտնում, մի նոր աշխարհ է բացվում։ Բայց էդի հազվադեպ է տեղի ունենում, բայց ու նույն հարցերից դու հոգնում ես ինքդ քեզ ուղղելուց։ Ու դրա համար է մարդկային շփումը շատ կներես ինքը անհրաժեշտ, որ դու քո սեգմենտում ես, ուրիշն իր սեգմենտում է, ու ուրիշը քեզ հարց ուղի, դու էլ ուրիշին ուղես հարց։ Ու այդ ժամանակ ուրիշ աշխարհ է բացվում։ Ու այդ նատուրալությունը, այդ բնականության կարիք օրինակ ես զգում եմ։ Ու էդի ինքը տեղ չի ճանաչում, եթե անկեղծ լինեմ, որովհետև քո ասացի համաձայն նույնն էլ Երևանում է։ Երևանում էլ եմ ես այդ նույնը զգում, որովհետև մարդիկ կորած են։ Իրանք են որ անընդհատ ինչ որ բանի մեջ անելիք ապեր շտապում եմ, երեխես, տեղս, գործս, բանս, քո հետ խոսում է ու դրա հետ պարալել ինքը արդեն տաքսի է կանչի, հասկանում ես։ Դու արդեն բզերի վրա ես, որ կարաս հասցնես խոսքես մարդու հետ, օրինակ ինչ որ մի բան կիսես։ Էդի հիմիկվա մարդու ոնց որ բաներից մեկն է, էլի, պակասներից մեկն է, էլի։ Այդ սեր տալու, վերցնելու բանն է, որ դու ուզում ես։ Հա, այսինքն գալիս ենք հասնում ենք նրան, որ երբեք էլ չի եղել այն մարդկանց համար հեշտ, որոնք որ մի քիչ ուզեցել են խորը կապեր գտնեն ու նամանավանդ հիմա էլ է դժվար։ Ու վերջի վերջո ինձ թվում է գալիս հանգում ենք այն կետին, որ ամեն ինչ էլի նորից ներսում է էլի քուր։ Հա։ Առաջնահերթը լավ է, որ ներսում դու կարողանաս ոնց որ քո խորը կապը քո հետ գտնես, բայց ոնց էլ ուզենք չուզենք դրսից էլ ենք էլի կապեր ուզում, կարիքներ ունենք դրսերի հետ, փոխհարաբերվելու, խորը կապեր ունենալու, փնտրելու, բայց ամենաշատը երևի կարևորն է, որ մենք ներսում մեր հարցերն ունենանք, որը որ կբերի խաղաղության էլի, չէ՞ քուր։ Հա, ինձ թվում է ես ուզում եի այդ սեր կիսելու մասին էի ուզում կարճ խոսեի, որ այդ այդ է իրականում շատ տենց կարևոր կարիք, որ հաճախ ուզում ենք սեր կիսել, կարողանանք սեր կիսենք մարդկանց հետ։ Ու ես երևի իմ համար էլ մի շրջան ա եղել, այդ շատ մեծ ու կարևոր կարիք ա եղել, բայց ինչ որ ժամանակի ընթացքում Դու հեշտությամբ ես ասում մարդկանց, որ սիրում ես։ Հա, ինձ թվում է։ Հա։ Կախված նայի։ Հա։ Դու մարդկանց նկատմամբ որ սիրում ես, տարբեր զգացողություններ ունես։ Մենակ սեր չի։ Մեկ շատ հաճախ նաև ջղայնությունը հետը, նաև ակնկալիքները չեն բավարարված այդ մարդկանցից դու ավելի շատ ակնկալիքներ։ Այսինքն այն մարդիկ, որոնց դու ամենաշատն ես սիրում, իրանց հետ հարաբերությունը շատ ավելի բարդ են իրականում, չէ՞։ Դու որովհետև ակնկալիքներ կան հավելյալ, չէ՞։ Ու այդ սիրուց բացի այնտեղ ուրիշ լիքը շերտեր կան, որոնք կախված ինչ շրջանում ես գտնվում դու այդ հարաբերությունների, դու կարող ավելի շատ ջղայնություն զգաս, քան սեր, կարող ավելի շատ զգաս, որ չգիտեմ, ակնկալիքներդ ուրիշ են եղել այդ հարաբերություններից, հա, ավելի շատ ջղայնություն կա, բավարարված չես զգում քեզ այդ հարաբերությունները։ Չէ բավարարված, հա։ Դրա համար այդ որ ասում ես, հա, ժամանակներ կարող է լինի, այդ մյուս զգացողությունները քեզ չթողի քեզ տենց ուղակի ասես, գիտես, քեզ ավելի հաճախ ասես, որ սիրում ես, որովհետև այն մյուս զգացողություններն էլ քեզ բան են անում, հիշոցնում են, հա, դու սիրում ես այս մարդուն, բայց նաև ջղայն ես այս մարդու վրա, որովհետև Հա, չէ, կա էդի։ Որովհետև դու ուրիշ բան ես իրանցից ակնկալում, իսկ իրանք հələ չեն ջոգել այդ։ Ինչպես։ Այ կյանք ջանարա։ Որ իմացեք, արա։ Հա։ Չէ, ես ինեկատի ունեի երրորդ մարդկանց։ Մարդիկ կան, չէ, որ դու շաբաթը մեկ ես տեսնում, մի ամիսը մեկ, բայց սիրում ես իրանց։ Ընկերներիս Իրանց հետ դու այդ ակնկալիքային, հա, այդ ակնկալիքային կռիվը դու իրանց հետ չունես։ Հա։ Ու երբ որ դու այդ ակնկալիքային կռիվը չունես, շատ ժամանակ դու ասում ես, սպասի ախպեր, ու տաքությունը գալիս է մեջից այդ սիրո,
ասում ես ախպեր, ես այս մարդուն իրոք սիրում եմ ընկերու, խի պետք է ես էդի չասեմ այդ մարդուն։ Խի պետք է այդ բլոկը ելնի։ Բայց ես զգում եմ նաև, որ մարդիկ էդի հեշտությամբ չեն ասում։ Անկամ եթե ոչ ակնկալիքային կապեր են։ Ու ես միշտ զգում եմ, որ մարդիկ վախ ունեն ասելու, որ սիրում են, որովհետև իրանք կարծում են, sense մի հատ ինչ-որ հիմար բան եմ զգում, որ կարծում են, որ եթե ասեն սիրում ես, ուրեմն վсё, իրանք մի level ընկան ներքև։ Այդպես բան կա իս թվում է, ոնց որ ինքը քեզ ասելով, որ սիրում է, ինքը ցույց տվեց, որ ինքը էմոցիոնալ էր այդ պահին, այդ էմոցիոնալությունը ինքը արտահայտեց, ու դա էլ ոնց որ դրսևորվի որպես թուլություն, հասկանում ես դու։ Դե պատկերացրու ինչ աշխարհում ենք ապրում, որ էմոցիոնալ լինելը ու սեր ցույց տալը թուլություն է որպես։ Այդ դրա մասին ես վերջերս էլ էի մտածում, որովհետև հասարակության կներես հիմա մի հատ թեմայի կվերադառնամ, հասարակության զարգացումը ոնց է եղել։ Հասարակության զարգացումը հիմնականում եղել է տնտեսության զարգացումը, որը նաև հետևում է հասարակության, թե հասարակությունը ոնց է զարգանում, տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը եղել են տղամարդիկ։ Տղամարդիկ ֆեմինիզմը ստեղ չեն բերում մեյդան։ Ֆեմինիզմ չի, էս ուղղակի փաստեր են, նայի։ Ու տնտեսության հիմքը եղել են 100-ամյակներով տղամարդիկ։ Տենց է։ Այդ փաստ է։ Ինչ որ պահի կանայք սկսել են, ասենք վերջին 40-50 տարվա մեջ է որ կանայք տնտեսության ավելի մեծ մաս են կազմում, բայց նայ տնտեսությունը ինչ բան ունի, կառուցվածք ունի, եթե տղամարդիկ են շարժիչ ուժը, տղամարդկանց հիմնական հորմոնը տեստոստերոնն է։ Տեստոստերոնը պատասխանատու է նրա համար, որ բան լինես, competitive լինես, motivated լինես, բան լինես, այսինքն զգացմունքային բան չկա դրա մեջ շատ։ Դա ուղղակի ուժի մասին է խոսքը։ Այսինքն մենք իրականում տնտեսական մի հատ համակարգ ունենք, որը հիմնական ու աշխատանքային համակարգը ու ամեն ինչը հիմնական հիմքը competition-ն է ու առաջ գնալու այդ բանն է, առանց ինչ որ հարցեր մղում է, էլի։ Ամբիցիան առաջ մղել է, էլի։ Ու դե դա էլ այդ կենթանական տեստեստերոնն է, էլի, որը որ իր մեջ չունի որոշակի զգայական մակարդակ, հասկանում ես։ Իսկ ում մարդը կարա տեստեստերոն ունենա, բայց այդ տեստեստերոնը ինքը պատասխանատու չլինի մենակ այդ կենթանական մղումների, ամբիցիաների համար, այլ տեստեստերոնը ինքը լինի տեղը, բայց ինքը նաև ունենա զգացմունքային դաշտ, հասկանում ես, հենց այդ է, էլի։ Դոմինանտը, այսինքն նայ, մարդիկ ունեն տարբեր հորմոններ, կանայք էլ, տղամարդիկ էլ։ Տղամարդիկ մենակ տեստոստերոն չունեն, նաև ուրիշ մյուս հորմոնները բոլոր ունեն, բայց դոմինանտը տեստոստերոնն է։ Ու այդ դոմինանտ հորմոնը ունի իր բանը, ոնց որ ասած, հատուկ միսիան, էլի։ Միսիան եւ թե ոնց է ինքը արտահայտման ձևը, ոնց որ ասած, ու այդ արտահայտման ձևը հենց այդ է, որ պետք է ինքը հիմնականում նրա մասին է, որ սենց հաղթելու մասին է ինքը ամբողջ ոնց որ ասած, էլի դրա բանը։ Ու հիմա ստացվում է, որ մի հատ տենց հասարակության մեջ ենք ապրում, հիմա ես վերադառնամ քո այդ հարցին, թե որ մարդիկ ինչի չեն ուզում իրանք ասեն, որ իրանք սիրում են, որովհետև մեր համակարգը, որ հիմնադրվել է 100-ամյակներով, դա այն համակարգ է, որը հիմնականում ամբողջը հաղթելու մասին է, ամբողջը առաջ գնալու մասին է, ամբողջը competition ուժի մասին է, կոնկրետ ուժի մասին է։ Երբ որ դու մարդկանց ասում ես սիրում եմ, դու քեզ հավասարի վրա ես դնում այդ մարդու հետ, ու դու ինքդ ընդունում ես եւ նաեւ ցույց ես տալիս բացահայտաբար, որ դու քեզ ոչ առավել ես տեսնում, ոչ պակաս ես տեսնում, դու ուղղակի այդ մարդուն այդ տեղում, որտեղ ինքն է ու որտեղ դու ես, ընդունում ես ու սիրում ես։ Ու այդ հասարակության մեջ ու այդ մոդելի մեջ, որտեղ ամբողջը competition, մեր մանկուց տենց դրած competition է ու կռիվ է ու պետք է առաջ գնաս, մարդիկ չեն էլ հասկանում, չեն էլ իմանում։ Սիրո արտահայտման ձևը փոխվում է, էլի։ Հա, էլի, հա, իրականում կա այդ ամեն ինչի մեջ կապ, ճիշտ ես ասում։ Մարդիկ վախենում են ընդունել։ Անկամ հենց այդ է, էլի։
Այսինքն ոնց կենթանի կա, տենց էլ մնում է, քանի դեռ ինքը իր ներսը չի գնացել ու հասկանա ախպեր։ Իմ մեջ խոսքի ինչն է դոմինանտ, ուխի է դոմինանտ։ Ոչ թե դու իրան շեղի, ոչ թե դու իրան փոքրացրու, ոչ թե դու իրան ես, ոչ թե դու իրան են, այլ դու պատասխաններ գտի քո մեջ հասկանալու համար, թե ինչը ինչի համար է պատասխանատու, ու եթե դա դրա համար պատասխանատու է, դա գալիս մնացած թեմաները սաղ ծածկում է, հասկանում ես, մնացած քո զգացումները սաղ ծածկում է, ու եթե ծածկում է, հա ախպեր, մարդը կենթանի է, ու ինքը մտած այդ կենթանական ինստինկտների մեջ, ինքը մենակ անում է այն ինչը, որ իր մեջ դոմինանտը խոսում է, հասկանում ես դու։ Դե հա, բայց նայ, էլի նորմալ է, որ այդ, այսինքն տղամարդկային այդ բանը, drive-ը, բանը կա։ Նայ, դա բնության հիմքում դրած է, դա բնության հիմքում է դրած, մարդը չի կարա շեղի դա։ Իրականում հենց դա դրած է, որ մարդ ոչ էլ շեղի դա, բայց մյուս կողմից էլ դրա վրա եթե մարդը գիտակցություն է շարում, դա ելնում է ամենասիրուն կոնգլոմերատը, ամենասիրուն միքսը։ Եթե դրա մեջ գիտակցություն կա, ամեն ինչի մեջ, ինչը որ ներսից այդ մղում ունի, հասկանում ես դու։ Իսկ հիմա դու այս աշխարհում տեսնում ես, որ տղամարդ, կին, ինչ որ դրա մեջ նաև ինչ որ թեթև, ինչու չասեմ թեթև, իշնա թեթև կռիվ, որովհետև այդ հավասարությունը ինքը խախտված է ու այդ մղումը կա միշտ խոսքի։ Եթե միտեղ ուժ կա, դրան հակընդեմ միշտ էլ ուժ կա, չէ, հակազդող։ Ու դա էլ է, էլի, դա էլ է բերում նրան, որ մարդը արդեն ազատ չի լինում։ Մարդը արդեն ազատ չի կարող արտահայտվի, որովհետև քո ասացի պես, եթե դու էմոցիա ես արտահայտում, ուրեմն վсё, դու թուլացար արդեն։ Ոնց որ աշխարհի հիմքը չի դրած էմոցիայի վրա, էլի, էմոցիան ինչ է ախպեր։ Մանավանդ տղամարդկանց համար։ Ինչ տեղ ունի մեր կյանքում էմոցիան, հա, էլի։ Կանայք ավելի բան են, ավելի փափուկ են, ավելի սերը, ավելի հատուկ է կանանց ոնց որ ասած, ու մենք ավելի բաց ենք մեր էմոցիաները ցույց տալու։ Մանավանդ տղամարդկանց մեջ շատ ավելի դժվար է կարողանալ ընդունել, որ դու կարաս պրոստը մարդկանց սիրես։ Այդ ինձ թվում է տղամարդկանց համար շատ ավելի տաբու է այդ։ Ու շատ ժամանակ դու հանդիպում ես մարդկանց, ով sense դեմից սամեց էր բաները, sense ինչ որ կերպարներ էր, արա դու դրա տակ տերում ես փափուկ կերպարանքի, հասկանում ես դու։ Մի թեթև դու խոսում ես իր հետ, դու զգում ես, որ իր մեջ դաժե ամրություն չկա, ինքը դիմակայուն էլ չի։ Ու հիմա ասածս ինչն է, որ ես օրինակ ունեմ այտենց մի հատ օրինակ, որ այդ մարդը փլվել է։ Այդ մարդը փլվել է, որովհետև այդ մարդը ես բան կաչոկ եմ, բան եմ, ես եմ, տարիների ընթացքում ինքը գործի մեջ, իր նույն անելիքի մեջ գիտակցություն է հավաքել, ուրիշ ճեղքեր են իր մոտ բացվել, որոնք որ սկսել են խոսալ իր դատարկությունների մասին։ Այն կարիքների մասին, որը որ այդ սամեց լինելու տակ չի լցվել։ Ու այդ մարդը հիվանդ է։ Ու երբ որ դու տենց օրինակներ ես տեսնում աշկի դեմ, դա այն կռիվն է, որ մարդ ինքը իր դեմ է տալի, որովհետև աշխարհը դա պահանջում մարդուց, որ եթե դու տենց ես, ուրեմն չպետք է էմոցիա լինի, հասկանում ես քո մեջ։ Դե հա, աշխարհը հետո ընտանիքները բան չէ, մենք չենք սովորում, ոչ դպրոցում ենք սովորում, ոչ ընտանիքներում ենք սովորում, շատ մենք փառքաստու ինչ որ չափով բավականին շատ իրական պատրաստվել ենք տանը այդ էմոցիոնալ մեր process-ները ինչ որ չափով աշխատելը դրանց վրա, բայց լիքը մարդիկ չգիտեն իրանք հետ ոնց վարվեն, որովհետև տունն էլ, այսինքն ծնողների հետ հարաբերությունները ահավոր են եղել, իրանք չեն իմացել ոնց իրանց ներքին աշխարհը, սեր են ստացել, որ սեր են լսել։ Չեն իմանում իրանց ներքին աշխարհի խնդիրները ոնց վարվեն ու որ այդ ընդհանրապես մեծ ազդեցություն, այսինքն ոնց որ դու ասեցիր, մեծանում են, դառնում են 40, 50, 60 տարեկան, նոր հասկանում են, որ ներքին այդ process-ները ամենակարևորն է ու իրանք կարան դրսում ամեն ինչ ֆիքս անեն, ամեն ինչ բոլոր խնդիրները լուծեն, բայց թե ներսի խնդիրները չեն լուծել, հա։ Այդ էլ իրոք այդ ինդուստրիալ երկրներում ես օրինակ ինդուստրիալ երկրներում եմ դա տեսնում, որ այդ գործոնը կոնկրետ դրած է թե կնոջ, թե տղամարդու մեջ, որոնք էմոցիոնալ չկա, դիրմիան, մենակ ֆունկցիոնալ է, մենակ ֆունկցիա կատարի,
Էդի օրինակ էդի որպես ինդուստրիալ երկիր ապրող մարդ եմ տեսնում։ Բայց Հայաստանում էլ լրիվ ուրիշ պատկեր է, որ այսինքն Գերմանիայում են պատկերն է, որ եթե դու էմոցիոնալ ես, ուրեմն ֆունկցիա կարող է քիչ կատարես, դրա մեջ քեզ հարցեր տաս, խորանաս, գործդ լավ չանես։ Հա, այստեղ որովհետև ես չեմ զգում, որ խոսքի, որ էմոցիոնալ եղար, թուլացար։ Ես դրա տակ ավելի շատ տենում եմ, որ էմոցիոնալ եղար, վсё, ֆունկցիա էլ չես կատարի, դեպ գալիս այդ ռիսկը էլի ճոգում ես։ Հա, իսկ Հայաստանում էլ որ էմոցիոնալ եղար, ախպեր, թույլ ես։ Չես կարա դու չպետք է էմոցիոնալ լինես։ Էնել որպես տղամարդ մանավանդ, հա։ Էնել որպես տղամարդ, հա, ոնց թե ասես, ախպեր, սիրում ես։ Այդ ինչ էր արա։ Բա։ Հա։ Դե լավ, Քուր ջան։ Այսօր էլ սիրում մեր զրույցը այսպես ավարտենք, ապրես։ Պրոստել ապրես։ Հա։ Ջիգար ջան։ Կյանք ջան, դե ինչ հաջորդ անգամ քաղցրես։ Okay։ Պակա, ապրես դու միանալու համար, պակա։